Վերջին զենք հեռուստասերիալում Անետը դուրս է գալիս տանից եւ սառչում տեսնելով Սոսին, ատրճանակը պահած իր եղբոր Բագրատի ուղղությամբ։ Անետը ամեն բառով, ամեն շնչով փորձում է կանգնեցնել Սոսին։ Նա խոսում է ոչ միայն եղբոր կյանքի, այլև Սոսի ապագայի մասին։ Ասում է, որ Բագրատը որքան էլ արժանապատվությունից հեռու լինի ու արժանապատվությունից զուրկ լինի, արժանի չէ, որ Սոսը կեղտոտի իր ձեռքերը։ Սոսը քարացած լսում է, իսկ Բագրատը զայրանում է քրոջ այդ խոսքերից։ Անետը դառնությամբ լի աչքերում ասում է, որ եթե այս ամենն ավարտվի սպանությամբ, ապա ավելի լավ է, որ իրեն սպանեն, ոչ թե եղբորը, քանի որ իր կյանքը վաղուց արդեն իմաստ չունի։ Սոսը արձագանքում է սառը ու դաժան ճշմարտությամբ։ Ասում է, որ նրա կյանքը անիմաստ է դարձել, որովհետև Անետը ամբողջովին իրեն նվիրել է այս անարժան մարդուն։ Խոսքերը հարվածում են ինչպես Բագրատին, այնպես էլ Անետին, բայց հենց այդ պահն է դառնում փրկություն։ Սոսը հետ է կանգնում Բագրատին սպանելու մտքից։ Միևնույն ժամանակ Միքոն դեռևս Լիլիթի թունավոր խոսքերից թունավորված գտնում է, որ իր ընտանիքը վտանգի տակ է, քանի դեռ Սոսը շնչում է։ Նրա ներսում կրկին վերադառնում է այն մութ միտքը, որ իրեն ծանոթ էր 25 տարի առաջ։ Այս անգամ նա արդեն բաց տեքստով ասում է հորը Հենդոյին, որ ցանկանում է վերջնականապես սպանել Սոսին։ Հենդոն ցնցվում է, խուճապի է մատնվում։ Նա հասկանում է, որ եթե որդին անցնի այդ գիծը, այլևս հետդարձ չի լինի։ Կործանում կլինի ոչ միայն Սոսի համար, այլ նաև Միքոյի կյանքի, ընտանիքի։ Հենդոն որոշում է, որ ինքը անձամբ պետք է կանխի այդ ողբերգությունը։ Նա խոսում է Աննայի հետ։ Խնդրում է, որքան հնարավոր է ջերմ ու կարեկցող լինի Միքոյի հանդեպ, քանի որ Միքոյի կյանքը, իրենց ընտանիքի ապագան կախված է հենց դրանից։ Աննան հասկանում է, որ սա սովորական զգուշացում չէ, սա արդեն սահմանագիծ է։ Իսկ մյուս կողմից Մերին կորցնում է հավատը Արամի հանդեպ։ Նա ասում է, որ իրենք բաժանվում են, որ նա միայն խոստումներ է տվել իրեն, թե կազատի Սեմին, սակայն ոչինչ չի արել։ Արամը շատ է մտահոգվում այս առիթով եւ մի քանի րոպե անց զանգում է հորը Սոսին։ Խնդրում է իր ապագայի համար, ասելով, որ հենց դրանից է կախված իր երջանկությունը, իր եւ Մերիի հարաբերությունների ապագան։ Սոսը, ով երբեք անտարբեր չի անցել իր որդու զգացմունքների ու ապրումների կողքով, զանգում է իր հին ու վստահելի բարեկամին։ Սեմին ազատ են արձակում, եւ այո, հենց Սոսի շնորհիվ։ Եվ հենց այդ ազատությունն էլ դառնում է այն ապացույցը, որն անհերքելի է Մերիի համար։ Այժմ նա հասկանում է, Արամը իրեն իսկապես սիրում է եւ արդեն հանդարտվում է։ Իսկ այդ պահին քաղաքում ճակատագիրը իր անսպասելի խաղաքարտերն է բացում։ Անգելինան ու Հենրին կրկին հանդիպում են, կրկին պատահական, Ֆայնայի խանութում։ Հենրին այնտեղ է գալիս Էլիզի հետ, նույն աղջկա, ում պատճառով արդեն մի անգամ սխալ պատկերացում է ստեղծվել Անգելինայի մոտ։ Հենրին կրկին հայտնվում է անհարմար վիճակում, իսկ Անգելինան ահավոր հուզվում է։ Ֆայնան էլ, ով գիտի ճշմարտությունը, Անգելինային ներկայացնում է Էլիզին որպես իրենց ընտանիքի լավ բարեկամ։ Այդ պահը դառնում է բեկումնային, Անգելինան քարանում է, նա չի հասկանում, թե ինչ է կատարվում։ Ինչու են իր շուրջ բոլորը համակերպված, լուռ, զուսպ ու ինչ-որ տարօրինակ բաներ խոսում։ Քիչ անց նա հանդիպում է Աննային, հուզված է, շփոթված։ Աննան ուզում է ասել ճշմարտությունը, բայց խոսքերը սառչում են, կոկորդում։ Եվ երբ Անգելինան արդեն հոգնած այս ամենից պատրաստվում է հեռանալ վերջնական, հենց այդ պահին էլ հնչում են ճակատագրական խոսքերը։ Աննան ասում է, որ Անգելինան ու Հենրին քույր ու եղբայր են, որ Անգելինան Վիկտորիայի ու Ավագի կենսաբանական դուստրը չէ, որ նա իրականում Միքոյի դուստրն է։ Շոկը, ցնցումը, որ համակում է Անգելինային, անբացատրելի է։ Նա կանգնած է մի իրականության առջև, որի մասին բոլորը գիտեին իրենից բացի, այսքան ժամանակ գաղտնի են պահում։ Անգելինան հասկանում է, որ իր ամբողջ կյանքը կառուցված է եղել ստի վրա, եւ հենց այդ պահին ամեն ինչ փլվում է, ամեն ինչ փոխվում է ու գլխի վայր է շրջվում։ Հարգելի հետևորդներ, ինչպես կվարվի Անգելինան այս ահավոր ճշմարտությունն իմանալուց հետո։ Արդյոք կխոսի Ավագի հետ, կասի, որ ինքը արդեն գիտի ճշմարտությունը, թե կլռի։ Գրեք մեկնաբանություն։
Նկարահանման ենք։ Գիշերային դրսի տեսարանա, ինչ որ բան մեզ միշտ խանգարում է։ Լավ։ Անձրև է գալիս, ես քեզ եմ սիրում։ Չէ, լավ ինչ է խանգարում, երջանիկ երգում է մարդը։ Քեզ եմ կարոտում։ Տոմս տեգինանք ուղակի։ Հոպ։ Բա, տեսնում եք մեջքիս հետևն ինչ էր կատարվում։ Էսա։ Մենք չէինք ուզում։ Ես անձամ։ Էլմի։ Դու ուզում ես, չէ՞։ Գիտեմ։ Անակ եմ։ Շատ։ Ինձ սպասում էր։ Եկել ենք նկարահանման։ Չէ՞ ձյաձրով։ Իհարկե։ Վաղուց չկա ինքի։ Բա։ Նենց որ Դիտեք մեզ։ համարյա թե մոռացան մեզ։ Չէ, չէ, որ մոռանա։ Մեզ մոռանալ չի լինի ձյաձրով։ Քանի որ առաջին ստորիում մեր ընտանիքը կիսատ էր, մեր մայրը բունտ էր։ Անում ասում էր ուր եք առանց ինձ նկարվել։ Հիմա մենք ամբողջ համալրված ընտանիքով մեր հետևորդներին պաչիկներ ենք ուղարկում։ Վերջ, մենք ամբողջ ընտանիքով ենք այսօր։ Այո, ումիստ լինելու։ Այո։ Երեխեք ջան, քանի որ Հենրին եւ Անգելինան բաժանվեցին, վերջնականապես դե չեն կարող միասին լինել։ Յանան ոնց էլի գործի անցել։ Ուզեք չուզեք։ Գործն էլ է դա։ Հիմա ինչ անեմ։ Տենց ասում եք հալալի հետ լավ զույգ ես, բայց մի խոսքով դες շատ հետաքրքիր սերիաներ են սպասվում, այնպես որ մնացեք մեզ հետ։ Նկարահանման ենք ընկերներ։ Գաս է մեզ։ Քիչի կոմը բայց կա։ Ուն անցկացվել, մի հատ կտրի ուտենք տեսնենք համով, հա։ Տեսքի նման։ Լավ, ստոպ։ Արտս մի կատր է։ Ընենք լավ կտրվեց, ընենք սիրուն, Բայց երևա որ թարմա, թե չէ։ հարմա բայց։ Հա, թարմա։ Ոնց вообще-то Կասկածում եք, երեխեք։ Չորս օրվա էր։ Վերջին զանգ հերոստասիալին չէի սպասում։ Համեցեք։ Որոշել ենք ռում տուր անենք։ Այո, իմ սենյակը ձեզ ցույց տամ։ Ինչ գաղտնիքներ կան, որ կադրով չի երևում։ Սկսած սցենարներս են, ավակի տան համար այսօր այսքան տեսարաններ ունենք նկարվել։